ձեզ։ Շարունակելով մաթեմատիկայի նվիրված տեքստային խնդիրների դիտարկումը, եկեք միասին դիտարկենք հետևյալ խնդիրը։ Ուրեմն ասում է հավասար հզորությամբ 5 տրակտոր, յուրաքանչյուրը 1 օրում վարելով 0.4 հեկտար, դաշտը կարող են վարել 30 օրում։ Այսինքն ունենք 5 տրակտոր, եկեք այսպես համարակալենք իրենց, առաջին, երկրորդ, երրորդ, 4 եւ 5-րդ տրակտորը։ Ունենք 5 տրակտոր, իրանք ունեն հավասար հզորություն եւ յուրաքանչյուրը 1 օրում կարողանում է վարել 0.4 հեկտար։ 0.4 հեկտար։ Հիմա եւ ասում է, որ ամբողջ դաշտը վարվում է 30 օրում։ Այստեղ եկեք մի քանի հարցեր փորձենք պատասխանել։ 1 օրում այս 5 տրակտորները միասին քանի հեկտար են վարում։ Եթե մի տրակտորը 1 օրում վարում է 0.4 հեկտար, ապա 5 տրակտորը միասին կվարեն 5 անգամ 0.4 հեկտար, որն էլ հավասար է 2։ Այսինքն 1 օրում իրենք վարում են 2 հեկտար տարածք։ Շատ լավ, հիմա խնդրի կետերը նայենք միասին։ Առաջին կետն ասում է 5.1-ը, ընդամենը քանի հեկտար է դաշտը։ Եթե 30 օրում իրենք վարում են ամբողջ դաշտը, իսկ 1 օրում իրենք վարում են 2 հեկտար, ապա ամբողջ դաշտը կլինի 30 անգամ 2, որն էլ հավասար է 60, այսինքն դաշտը 60 հեկտար է, որը իրենք վարում են 30 օրում, ընդ որում 1 օրում վարում են 2 հեկտար 5 տրակտորները միասին, որովհետև ամեն մի տրակտոր վարում է 0.4 հեկտար։ Սա 13.1-ը, անցնենք առաջ, հաջորդ հարցը ասում է համատեղ աշխատելով դաշտի որ մասը կվարի տրակտորները 20 օրում։ 20 օրում տրակտորները կվարեն 40 հեկտար տարածք։ Իսկ 40 հեկտարը դա համապատասխանաբար կստացվի ինչ 40/60-ը։ Սա էլ որ կրճատենք լինում է 2/3։ 20-ով որ կրճատում ենք, վերևում լինում է 2, այստեղ 3։ Այսինքն 2/3 մասը ոնց որ համատեղ աշխատաշտի որ մասը կվարեն, 2/3 մասը կվարեն։ Շարունակենք 13.3-ը, քանի օր կտևի վարը, եթե աշխատեն տրակտորներից 3-ը։ Տեսեք, այստեղ արդեն տրակտորներից ընդամենը 3-ն է աշխատում, ու մեր հեկտարների քանակը 60 հեկտար է։ Հետևաբար 60 հեկտարը ես պետք է փորձեմ բաժանել 3, եթե 3 տրակտոր աշխատում, այսինքն 1 օրում իրենք վարելու են 3 անգամ 0.4, չէ՞։ Որն է հավասար 1.2, այսինքն 60-ից պետք է բաժանել 1.2-ին, որն էլ հավասար է 60-ը բաժանած 1.2, եթե սարքում եմ ես կոտակ ստանում եմ 12/10, 10-ը բարձրանում է վերև, այսինքն 600-ը բաժանած 10-ի, որն էլ 12-ի, 60-ը 12-ի հետ այստեղ 5 է լինում, այսինքն հավասար է 50։ Հետևաբար 50 օրում նոր 3 տրակտոր նույն հզորությամբ կկարողանան վարել 60 հեկտար տարածք, այնինչ որ անում են 5 տրակտորներ։ Եվ միասին եկեք դիտարկենք արդեն վերջին հարցը, քանի տրակտոր պետք է միանա եղածին, որպեսզի համատեղ աշխատելով դաշտը վարեն 25 օրում։ Եկեք միացա մաքրեմ։ Ամբողջ դաշտը դա 60 հեկտար է, չէ՞։ Հիմա 60 հեկտարը պետք է վարվի, 60 հեկտարը պետք է վարվի, այսինքն բաժանում ենք 25 օրվա վրա 60 հեկտարը պետք է վարվի, չէ, սխալ ասեցի, ոչ թե բաժանում ենք 25 օրվա վրա, այլ քանի տրակտոր պետք է միանան եղածին, որպեսզի համատեղ աշխատելով վարեն 25 օրում։ Այսինքն, եթե մի տրակտորի հզորությունը 0.4 է, իսկ տրակտորների քանակը նշանակեմ x-ով, ապա 60-ը բաժան 0.4x-ի պետք է հավասար լինի 25-ի։ Ու պետք է ես գտնեմ այստեղից x-ը։ Սա նույնն է, ոնց որ 60-ը ես բաժանեմ 25-ի, 25 անգամ 0.4, որն էլ հավասար կլինի x-ին։ Հիմա 0.4-ը դա 4/10, այսինքն 2/5-ն է, հետաբար այստեղ եկեք գրեմ x-ը հավասար է 60-ը բաժանած 2/5 անգամ 25, հիմա այս 25-ը 5 հետ կրճատում այստեղ մնում է 5, այստեղ 2 անգամ 5-ը լինում է 10, այսինքն հետևաբար 6։ Նշանակում է 6 տրակտոր է պետք, որ 25 օրում վարեն, բայց այդ 6 տրակտորից արդեն 5-ը մենք ունենք, հետևաբար 6 - 5 հավասար է 1։ Մեզ հարկավոր է ընդամենը 1 տրակտոր, որպեսզի կարողանանք ամբողջ դաշտը վարել 25 օրում։ Վերջ ընկերներ, այսքան այս խնդիրների հետ կապված կարծում եմ պարզ եւ հասկանալի, եթե հարցեր կունենաք, մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին, իսկ առջևում ես ձեզ համար կլուծեմ ավելի հետաքրքիր խնդիրներ։ Լավ մնացեք, կհանդիպենք։